Կարող է կաթողիկոսը սկիչ չնեղանայել այդ բառից, որտեղ ավելի վատ բաներ է լսվում իր ասեին։ Գառնիի համայնքապետարանի աշխատակիցները տարակուսած են, ինչու են իրավապահները քրեական գործ հարուցել իրենց գործընկերոջ մի նախադասության համար, որն Էդվարդ Ստեփանյանը հնչեցրել էր մոտ 1 ամիս առաջ գյուղի եկեղեցու բակում։ Մի հատ քարտը փնկելխին սատկացան են։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետի մասնակցությամբ Գառնիի եկեղեցում պատարագի ժամանակ իշխանական կուսակցության լրատվամիջոցի Civic-AM-ի լրագրողն էր մոտեցել եկեղեցու բակում հավաքվածներին հարց տվել, թե ինչ պիտի լինի, որ կաթողիկոսը հեռանա։ 70-ամյա Էդվարդ Ստեփանյանն էլ հարցի լուծման իր տարբերակներ ասել էկրանի առջև, նրա խոսքը մեծ աղմուկ էր հանել համացանցում։ Էդվարդին կարելի է հանգիստ թողել, ճիշտ եմ ասում, աշխատում է։ Տակնաջան, հիմա այս առնամանիքների մեջ վթարավերացնում։ Համայնքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ տնտեսության աշխատակցին այսօր գյուղում ազատությունը չհանդիպեց։ Աշխատանքի մեջ է, ասացին գործընկերները, ջրի վթար է վերացնում սարերում։ Խոսք է ասել է, հո չէր ասում գնամ կաթողիկոսին վնասեմ, մանկության ընկերոջն է պաշտպանում Արտաշես Գրիգորյանը։ Պարկեշտ, հրաշալի ընկեր, լավ մարդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի։ Նորմալ տղա է, նորմալ ընտանիք։ Իրավապահները, որ ընդդիմադիրների շուրթերից հնչեցրած նմանատիպ արտահայտությունների դեպքում արագ են արձագանքում, 2 շաբաթ անց էին վարույթ նախաձեռնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածով, ու սրանից 2 շաբաթ անց էլ քննությունը շարունակում են առանց մեղադրյալի։ Ստեփանյանին դեռ չեն էլ հարցաքննել, ինչու պնդում են քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Ես դա վատ բան եմ համարում, բայց չեմ համարում հանցագործություն։ Ընդդիմադիրների փաստաբան Ռուբեն Մելիքյանը բազմիցս է պնդել, մարդուն խոսքի համար չպետք է դատեն, բայց մեկ է, համարում է, որ սա խտրական արդարադատություն է։ Քրեական վարույթ նախաձեռնելը ոչինչ է, եթե դրան չեն հետևում արդյունավետ վարույթային գործողություններ, քննչական գործողություններ։ Սա այն դեպքն է, որ մեկ օրվա դեպք է, մեկ օրվա քննելու հարց է։ Փաստաբանի խոսքով, եթե Էդվարդ Ստեփանյանն այս արտահայտությունը հնչեցներ որևէ իշխանականի հասցեին, նրան անմիջապես բերման կենթարկեին, մեղադրանք կառաջադրեին ու գործն արագ կուղարկեին դատարան։ Նախ վարույթը կհարուցվեր շատ ավելի շուտ, քան 10 օրն է, երկրորդ անմիջապես նրան ոստիկանությունով բերման կենթարկեին, կհարցաքննեին որպես վկա եւ մեղադրանք կառաջադրեին։ Չեմ ասում, որ կկալանավորեին, բազմաթիվ են դեպքերը, երբ կալանքի հարց չեն բարձրացնում, բայց այն, որ կկիրառվեր առնվազն բացակայելու արգելք խափանման միջոցը, դա փաստ է բազմաթիվ օրինակներով, տասնյակից ավել օրինակներով։ Իր նշած սցենարով Մելիքյանը տասնյակ դեպքեր գիտի, օրինակ Վանաձորցի Սարգիս Բասենցյանը, որն արդեն պատիժը բանտում կրել է բռնության կոչ հնչեցնելու համար, կամ էլ 72-ամյա Ռաֆայել Սարգսյանը, ով դեռ դատվում է նույն հոդվածով։ Երկուսի խոսքերն էլ վարչապետի հասցեին էին։ Թողերն է։ Բայց Գառնեցի տղամարդու դեպքում փաստաբանի կարծիքով իրավապահները շեղվել են այս սցենարից մի պատճառով։ Նա այդ խոսքերն ասել է ոչ իշխանականի, այլ մի մարդու հասցեին, որի դեմ ամիսներ շարունակ պայքարում է հենց ինքը վարչապետը։ Նաև այն, որ իրավապահ մարմինները քաղաքական չեզոքությունը առաջի անգամ չի, որ ասում ենք, բայց սա ցցուն օրինակ է, որ քաղաքական չեզոքությունից վաղուց են շեղվել։ Իրավապահները հերքում են իրավապաշտպանների ու ընդդիմադիրների փաստաբանների այդ մեղադրանքներն ու պնդում, իրենք օրենքներով են շարժվում։